Շարունակում ենք լավ տրամադրությամբ ու ես հիմա ինձ հազիվ եմ զսպում, որ օրինակ sense բարձր հա չծիծաղեմ, որովհետև այնպես լավ էներգիա հյուրեր ունենք, որ վարքյանների ընթացքում այդ ամեն ինչը sense փոխանցվում է ու վարակիչ է շատ դրական առումով։ Հաստատում եմ։ Այո, ովքեր մեր հյուրեր եւ ինչից ենք խոսելու, աղջիկներ մի քիչ համբերեք, ես ձեզ ողջունենք ներկայացնենք։ Այս տարի շատ կարևոր տարի կոմպոզիտոր Մարտին Ուլիխանյանի համար, նրա հոբելյանական է 45 տարի, 45-ամյակ։ Նրա գործունեության հոբելյանական միջոցառումների եւ դուստրերի ամենքների մասին կխոսենք քիչ անց։ Այսպես է լինում, սա ուղի եթերը ու ովքեր են մեր հյուրերը, Անահիտ։ Ովքեր են մեր հյուրերը, մեր առաջին հյուրերն են կոմպոզիտոր Մարտին Ուլիխանյանը, բարի լույս, բարի առավոտ, գեղեցկուհիները, դստրիկները, ջութակահար Վիկտորիա Ուլիխանյան, թավջութակահար Լեաննա Ուլիխանյան։ Բարի լույս, ոնց ենք։ Զարդարեցիք մեր տաղավարը։ Այո, հանգիստ բարձր կարող եք ծիծաղել մեր տարքերները։ Հանգիստ։ Շնորհակալ եմ, որ ավարտվեց մեր եթերը, շնորհակալ եմ։ Պարոն Ուլիխանյան, լավ։ Ես տամ իմ առաջին հարցը պարոն Ուլիխանյանին։ Պարոն Ուլիխանյան, 45 տարին ստեղծագործողի կյանքում սովորաբար հաշվետվության պահ է, այսպես ասած։ Ձեզ համար այսօր դուք ինչ եք զգում, ավելի շատ այսպես ամփոփում, թե նոր սկիզբ, նոր մեկնարկ։ Իդեպ շնորհավոր ենք ձեր ծննդյան տարեդարձ 5 օր առաջ եք նշում եք ձեզ։ Ոնց չի ուզում է 45 ես դե չեմ ես նոր է սկսվում բայց ամեն ինչ ասեք։ Դա ընդհանրապես կապ չունի ստու այդ տարիքը կամ ինչ-որ չգիտեմ ծննդյան օրը ընդհանրապես։ Հա։ Չէ, ինչ-որ ամփոփում տենց ընթացք է, անդադ ընթացք է, հետարքիր ընթացք է, երաժշտական կյանքը ընդհանրապես շատ հետարքիր երևույթ է, մենք շատ ենք սիրում երաժշտություն մեր ընտանիքով, ստեղծագործում ենք եւ այո, ամեն շարունակվում է, շատ հետարքիր նախագծեր ունենք այս տարի, միասին, առանձին նախատեսվում է, իմ կողմից նախատեսվում է մի շարք պրեմիերաներ Լեհաստանում լինելու է կատարում իմ 4 թավջութակի եւ կամերայի նվագախմբի ստեղծագործության շատ անվանի թավջութակարների կողմից հետո Հայաստանում է կատարվելու նաեւ իմ մի հատ թավջութակի ստեղծագործություն Բախի նվիրված, որը անցած տարի պրեմիերա արվեց Մյունխենում այստեղ Arcello ֆեստիվալ է լինելու, թավջութակարների ֆեստիվալ եւ այս ստեղծագործությունները կատարվելու է նաեւ Ձայնագրության ամփոփումն ենք անելու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ իմ հայկական սիմֆոնիկ պարերի, որը սկսեցինք ձայնագրություն անցած տարի եւ այս փետրվարին կավարտենք եւ մի շարք այլ համերգներ, նաեւ հետարքիր մի հատ ֆիլմի հետ կապված երեխաներն նվագելու են ջութակ թավջութակ եւ դուդուկ կլարնետ հայկական ֆիլմի մասին է խոսքը։ Այո, հայկական ֆիլմ է, շատ հետարքիր, ինքը 30-ականների վավերագրական ֆիլմ է, մեր հայ համայնքի մասին Փարիզում 30-ականների եւ այդ ֆիլմը նոր երաժշտություն է պատվիրվել ինձ, որ ես գրեմ եւ դա լինի կենթանի կատարմամբ եւ դա էլ նախատեսվում է արդեն ամռանը եւ ամենաիմ համար շատ ուրախալին դա հենց մոտակա այս ամսի 31-ի համերգն է երեխաների մանկական ուրեմն իմ ալբոմի, որ ես գրել եմ 2011 թվականին այն լույս տեսավ այդ ժամանակ նոր ծնվել էին իմ բալիկները եւ ես որոշեցի իմ մայրիկին, որը դաշնամուրի դասատու է, որը ինձ հիմք է դրել երաժշտության ընդհանրապես սիրելու, զբաղվելու Լիանա Գասպարյանին նվիրեմ այդպես անակնկալանեմ ծննդյան օրվա կապակցությամբ եւ նվիրեմ մի ալբոմ մանկական երաժշտության, այսինքն որ աշակերտների ուսուցողական այսպիսի պիեսների մի շարք եւ 11 թվականից սկսված այդ ժողովածուն որ հրատարակվեց, այդ նոտաները բաժանվեցին տարբեր երաժշտական դպրոցներ, նաև Հայաստանից դուրս, ես գիտեմ որ Ռուսաստանում ինչ որ ձևով դա օգտագործվում է դասողների կողմից եւ այսքան տարի արդեն քանի 14-15-րդ տարին է արդեն լրանում ու մայրս որոշեց մի համերգ անել, որտեղ այդ
ստեղծագործությունները բոլորը կհնչեն ու հենց երեխաների կատարմամբ, որը շատ ուրախալի է, որովհետև նույն ստեղծագործությունը կարող է նվագել պրոֆեսիոնալ դաշնակահարը, դա ուրիշ բան է, հիանալի բան է, դա էլ ենք նախատեսում անել մեր ընկեր դաշնակահար Լիլիթ Զաքարյանի հետ, որի հետ շատ ենք համագործակցում, որ ինքը կատարի եւ ձայնագրենք այս ժողովածում, բայց այս անգամ կատարումը լինելու է հենց երեխաների կողմից եւ դա ուրիշ է, դա այսինքն երեխաները կարող են նվագել մի քիչ, այսինքն մանկական ձևով եւ դա ունի իր հմայքը, դրա համար ինձ համար դա առանձնահատուկ բան է այս երեկոն, որը ամսի 31-ին սպասվում է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, 2:30 հրավիրում ենք ու հետարքիր է այդպես մոտարապես։ Իսկ աղջիկների հետ կապված համերգի մասին իսկ ավելի մանրամասն խոսենք։ Միջալոց աղջիկներն էլ մասնակցելու են այդ համերգին, հա, ու այդ մանկական ստեղծագործությունների մեջ, քանի որ իրանք նոր էին ծնվել, երկու ստեղծագործություն հենց իրանց է նվիրված։ Մեկը կոչվում է Լյանայի քունը, այսինքն ես ինքը պարկած քնած էր, ես իրան օրորում էի, մի ձեռով օրորում էի, մյուս ձեռով գրում էի։ Այսինքն այդ ստեղծագործությունը տենց է գրվել, մի ձեռը օրորոցը, մյուս ձեռը կամպյուտերը նոտաներ ուրեմն գրում էի։ Եվ Վիկտորիայի մեր ստեղծագործություն Վիկտորիային է նվիրված, ինքը արդեն մի տարեկան էր այդ ժամանակ, ու ինքը դաշնամուրին այսպես խփելով այդպես ինչ-որ նվագում էր, ու հենց պիեսը կոչվում է Վիկան դաշնամուրի առջև։ Ինչ է ձեր համար աղջիկները։ Նա ես վստահ եմ, որ դուք տասնյակ բեմեր եք ելույթ ունեցել, փայլել եք ու տարբեր պրոֆեսիոնալներ եք մի զսպեք ձեզ, եթե ուզում եք խնդակ բարձրաձայն հանգստացեք։ Բայց ելույթ ունենալ մի բեմում հայրիկը դա ուրիշ զգացողություն է։ Այո, մի բեմում հայրիկի համար, այո, գրած ստեղծագործությունները ու դաշնամուրով դա լրիվ ուրիշ զգացողություն։ Այո, լրիվ ուրիշ զգացողություն է, որտեղ մենք թավջութակար եւ ջութակար ենք եւ մենք նվագում ենք դաշնամուրի վրա համերգ, դա ուրիշ զգացողություն է եւ Միջալից ավելի լարված ենք։ Դաշնամուրով նվագել քան ջութակով։ Եվ օրինակ շուտով մենք Գյումրիում համերգ ենք ունենալու, մեր մենահամերգն է լինելու։ Այդ արդեն ջութակով։ Այդ արդեն ջութակով եւ թավջութակով եւ մենք նվագելու ենք մեր հայրիկի ստեղծագործությունները։ Օրինակ ես կնվագեմ Նանի Բալանանին, ինչպես նաեւ Բերտպարը, որը մրցույթներում մրցանակների է արժանացել, ինչպես նաեւ Լիգեցի սոնատը, Պրոկոֆիևի սոնատը։ Ես էլ նաեւ կնվագեմ իմ հայրիկի ստեղծագործությունը, որը գրել է ինձ նվիրել հարց եւ պատասխան։ Նաև էլի ուրիշ ստեղծագործություններ Սենսանս ինտրոդուկցիոն դո կապրիչիոզո, նեղ Տարծինի։ Այս դա գիտեի ես։ Սիրելիներ։ Օ, ես էլ եմ շատ։ Տարծինի սոնատ, նաև իմ ստեղծագործությունը, որ ես գրել եմ ջութակեր դաշնամուրի համար վերջերս։ Եվ մենք մեծ սիրով հրավիրում ենք բոլորին, բոլոր գյումրեցիներին մեր համերգին, ամսի 29-ին, բարի 29-ին, ժամը 7-ին Տեխնոպարկում բոլորին հրավիրում ենք։ Այո, հրավիրում ենք։ Եվ ես մեր գեղեցկուհիներին հարց ունեմ, որ պահից սկսած հասկացաք, որ երաժշտությունը ձեզ համար պարզապես զբաղմունք չէ, այլ ձեր լեզուն է, այսպես աշխարհի հետ։ Այդպիսի գիտակցում ես չեմ ունեցել, ես հենց ամենափոքրությունից։ Ծնվել եք միանգամից արդեն։ Գործի կտվել են ձեր ձեռք։ Այսինքն երբ ես գիտակցություն եմ արդեն ունեցել, ես արդեն իմ համար դա որ ես թավջութակահար եմ, ես երաժիշտ եմ, իմ համար դա արդեն ոնց որ իմ մեջ էր, ես դա որոշեցի եւ այսինքն պարզապես զբաղմունք երբեք չի եղել ի սկզբանե։ Ես միշտ ուղղակի վայելել եմ թավջութակը, երաժշտությունը։ Մոտ չէ։ Այ Վիկա ես գիտեմ, որ շատ սիրառված է դաշնամուրին ավելի շատ, չէ՞, թե չէ։ Շատ եք սիրում, որովհետև մի հարցազրույց կար, որ ես նայում էի, երբ որ դուք խոսում էիք, դուք սիրառված աչքերով եք նայում դաշնամուրին, ձեր ջութակը ձեր ձեռքին, բայց դաշնամուրի հանդեպ ձեր վերաբերմունքը մի փոքր այլ է։ Իհարկե այլ է։ Բայց ջութակը իմիջիայից անընդհատ փոխվում է իմ ոնց որ հայացքը դեպի ջութակ, այ իմ մոտ այտենց չէր, ես փոքրուց երբեք չեմ սիրել պարապել ջութակ, բայց այ վերջին երևի մի տարվա ընթացքում շատ արագ փոխվել է իմ հայացքը դեպի ջութակը եւ ես սկսել եմ շատ սիրել ջութակը եւ պարապել մեծ հաճույքով, այ հենց կամած ավելի շատ եմ ես զգում ոնց որ երաժիշտ, բայց հենց ամենասկզբից դա տենց չի եղել շատ ուժեղ ոնց որ երճուկի մոտ էր։ Իսկ շատ պահանջկոտ է հայրիկը ձեր հանդեպ։ Չէ։ Ավելի շատ մայրիկը։ Ու մենք շատ շնորհակալ ենք մայրիկը։
Մայրիկին ողջունում ենք։ Եկեք նաև նշել եք, որ եթե նվագում ես ինչ-որ կոմպոզիտորի ստեղծագործություն, պետք քո գլխավոր նպատակներից մեկը այն է, որ պետք է մաքսիմալ կարողանաս պատկերացնել, թե ինչի մասին էր մտածում կոմպոզիտորը այս ստեղծագործությունը գրելուց։ Հայրիկի ստեղծագործությունները, եթե նվագում եք իհարկե, վստահ եմ նույն կերպ փորձում եք հասկանալ, թե ինչի մասին էր նա մտածում, երբ որ գրում էր այս կամ այն գործը։ Երբևիցե ստացվել է կռահեք եւ դիպուկ շատ ճիշտ հասկանաք, թե ինչի մասին էր գրվում այս գործը։ Դե դա արդեն պետքա պապան ասել։ Չէ, ինձ մոտ ստացվել է կռահել, լավ, այսպես ասենք։ Հա, ինձ թվում է իմ մոտ ստացվել է, որովհետեւ ես դե քանի որ մեր հայրիկն է, ես շատ ավելի հեշտ եմ իրեն զգում, քան մնացած օրինակ կոմպոզիտորների, ու մեծ անձամբ ծանոթ չեմ եղել։ Տենց դրա համար հայրիկը Կարծում եմ, որովհետև նրա մի մասնիկն ես եւ այդ ամեն ինչը փոխկապակցված է միմյանց։ Այո, եւ իմ ստեղծագործությունները ինչ որ բանով նման են հայրիկի ստեղծագործություններին էլի։ Արյան մեջ է։ Հա։ Ու տենց ավելի հեշտ է դրա համար բռնել ոնց որ ալիքը հայրիկի ստեղծագործությունների։ Դե խոսեցիք նաև ձեր ստեղծագործություններից, արագակի մեխանիկայից եկեք խոսենք, որտեղ նաև մամայի մասին էլ խոսեցինք։ Ես գիտեմ, որ մաման շատ մեծ ու կարևոր դեր ունի այս ամենում, որ ծնվել է արագակի մեխանիկան։ Ավելի մանրամասն, խնդրեմ։ Եթե կարելի։ Հենց մայրիկն է ինձ ասել նստի եւ գրի, որովհետեւ ես չէի ուզում գրի։ Ու ընդհանրապես 2 օր էր։ Այո, 2 օր էր մնացել Միրզոյանի մրցույթին մասնակցելու համար։ Ես շատ եմ սիրում այդ կոմպոզիտորների մրցույթին, միջալից այս տարի կմասնակցեմ, այդ իմ ստեղծագործությունը, որը ես նոր եմ գրել ջութակ եւ դաշնամուրի համար։ Մի խոսքով, այդ ստեղծագործությունը Արեգակի մեխանիկան ես սկզբից տենց գրեցի ինձ կլարնետի դաշնամուրի համար, որովհետեւ փոխադրեցի տրիոյի համար, որ մենք էլ նվագենք, որտեղ դուրս շատ էր գալիս։ Էլի մայրիկի միտքներ փոխադրի։ Առաջին օր ալես եմ։ Հենց պատրաստ էր գործով առաջինը։ Մայրիկը։ Այո։ Մայրիկը, այո։ Առաջին քննադատն է։ Այո, եւ իրեն շատ դուր եկավ, ասաց շատ լավ է։ Իմիջիայից հենց այդ առաջին օրը ոնց որ կիսատ հենց վիճակում է ինքը լսել ու ասել է շատ լավ է, շարունակի ու տենց ես ոգեորված գրեցի ու ստացվեց։ Մայրիկը եւս կոմպոզիտոր է, երաժշտության հետ կապ։ Այո, ինքն էլ է շատ։ Աղջիկներ, ձեր պլաններից խոսենք, հա, առաջիկա Հա, երրորդ համերգը մենք էլի համերգներ ունենք։ Մենք մարզային համերգներ ենք էլի ունենալու, Գյումրի նշեցինք։ Գյումրի նշեցինք հաջորդ օրը, այսինքն ամսի 30-ին, այո, մենք կունենանք նաև համերգ Աշտարակի Արտեմի Այվազյանի անվան երաժշտական դպրոցում, էլի մեր ստեղծագործություններով։ Եվ նաև, հա, շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր դաշնակահարներին Լուսինե Ղուկասյանին եւ Լյուդմիլա Հովսեփյանին։ Այո։ Մեր հաջորդ համերգը փետրվարի 3-ին կլինի, երրորդ համերգը արդեն։ Դա կլինի Կոտայքի մարզի Ծաղկունք գյուղում, Ծաղկունքի դպրոցում երաժշտական։ Եվ այդտեղ էլ մենք համերգ կունենանք, այդպես։ Երրորդ վերջ սահմանափակում եք այդքանով, թե դա շարք կա։ Աստված սիրում է երրորդությունը։ Դեռ այդքան։ Դեռ այդքան է, բայց կարող է վաղը չեմիսորը բարձվի, որ էլի համերգներ ունի։ Ես վստահ եմ, որ պահանջարկը կա ու կարիքը կա այդ համերգների, մուտքը ազատ է, եթե ճիշտ գիտեմ, դա շատ ավելի լավ, վստահ եմ, որ այն քաղաքները, որոնք դուք նշեցիք, մարզերը, երիտասարդությունը առաջի շարքում հայտնված կլինի ու նամանամատ մարզերում քաղաքներում այս համերգների կարիքը շատ Այո, իսկապես։ Հիմնականում ավելի նպատակը ինչումն է, որպեսզի երեխաները գան եւ երեխաները ոգևորվեն, այսինքն երաժշտական դպրոցներում սովորող երեխաները կան եւ ոգևորվեն, որ իրենք էլ ուզենան պարապել, երաժշտություն սովորել եւ այլը, եւ երեխաները ասենք իրենց շփվում են համերգների ընթացքում, պատմում են ստեղծագործությունների մասին, այտենց փորձում ենք անմիջական ձևով անել, որ Ինչ ոգևոր ենք երեխաներին, դրանք էլ ինչ որ մտքեր ունենան։ Մոտիվացնում եք։ Այո, ապրեք դուք։ Պարոն Օլիխանյան, մենք ապրում ենք 21-րդ դարում ու ցավոք սրտի այն չարիքը, սմարթֆոնները, սոցկայքերը, որոնք sense ողողված են մեր շուրջը, ու մենք մաքսիմալ ամեն ինչ անում ենք, որ մեր երեխաները հնարավորինս հեռու լինեն այդ ամենից։ Ես նայում եմ ձեր աղջիկներին ու վստահ եմ, որ իրենց ամբողջ օրը այնպես է կառուցված ու գծված գրված, որ իրենք օրինակ փորձեր, դասեր, գրքեր, լավ երաժշտություն եւ այլն, բայց իրանք ունենում են այդ ժամանակը սոցիալական կայքերում լինելու, թե ի վերջո նրանք այն երեխաներից չեն։ Հարցը պետք է գեղեցկուհիներին տակ, կարծում եմ։ կարող ունեն, ես չգիտեմ։ Շատ լավն է, շատ։ Աղջիկներ, կիսվեք։
Պետքան շատ չէ։ Եթե անգամ Սոց կայքեր ունի։ Դե Ուլիխանյան Sisters Age-ով ով Դե հա, զբաղվում։ բայց դա Մեր մեր մայրիկը։ մայրիկը։ Ահա։ Մենք չէ։ Մենք մենակ նվագում ենք։ Այո։ Լավ, TikTok-ներ բան չեք անում։ Չէ, ինչ եմ ար։ Հրաշալի է։ Սենց վանդինում է։ Թող ինձ ներեն բոլորը, բայց Ես մի տեսակ եմ, ասում հավատս չի գալիս, որ կարող է սենց լինել։ Աղջիկներ, շնորհակալ եմ ձեզ շատ, որովհետև իրականում նայեք այն էներգիան, որ դուք ունեք հիմա, ցավոք սրտի պակասել է, շատ քիչ է։ Օրինակ, երբ որ դուրս գաք Կենտրոն TV-ից, օրինակ հիմա չգիտեմ ուր եք գնալու։ Իդեպ ուր եք գնալու։ Դպրոց։ Գնալու ենք դպրոց, մեր դասերի եւ մենք ուզում ենք բարևներ փոխանցել մեր դասատուներին, Տրաֆիկովնային, յուրիվնային։ Այո, իրենք դասերից չեն փախել, մարդիկ եկել են եթերի։ Այ որ դուրս գաք Կենտրոն հեռուստաընկերությունից կամ առհասարակ երբ որ տանից դուրս եք գալիս, խնդրում ձեր այս էներգիայով, ձեր այս մաքուր անկեղծ դրական ժպիտներով մեզ մռայլ իրականության մեջ քայլեք, այո, վարակեք մարդկանց, որովհետև մենք այս ամենի կարիքը շատ ունենք։ Կփորձենք։ Հա, մենք միշտ փորձում ենք։ Եվ էլ բաց թողեցինք ինչ-որ բանի 2026-ի հետ կապված Չգիտեմ, միգուցե համագործակցություններ նոր, միգուցե ինչ-որ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս։ հա, դե սահմաններից դուրս ասեցի արդեն, այդ իմ Սահմաններից դուրս հեսա շուտով ունենալու ենք փետրվարի 14-ին էլի համար, բայց Շվեյցարիայում համար։ Շվեյցարիայում հա երեխաներն են։ Նաև Բերտ Պարի տեսահոլովակի նկարանումն է պլանավորվում այս տարի։ Դեռ հստակ չունենք թվերը, բայց դա էլ է պլանավորվում եւ նաև SLSM ներկայացման, որը անցած տարի մենք մեկնարկեցինք, ամբողջովին հիմնված իմ երաժշտության վրա, բեմադրված Կոմիտասի կյանքի մասին, որը բեմադրվեց Կոմիտաս տուն թանգարանում հենց շատ հաջող անցավ, սակայն շատ խիտ գրաֆիկի պատճառով չեն կարողանում տենց ինչ որ հունի մեջ գցել, շատ հույսով ենք որ այս տարի կվերականգնենք ներկայացումը եւ ինչ որ արդեն բարբերաբար ներկայացումը կներկայացնենք մեր հանդիսատեսին։ Շնորհակալ ենք շատ։ Շնորհակալություն։ Ձեզ լավ օրվա շարունակություն։ Մեգա հաջողություններ ենք ցանկանում, վստահ ենք, որ հայրելու եք աշխարհի լավագույն բեմերին։ Իրաքի լարված եկել եմ, մտածում եմ թե ոնց է անցնելու։ Իրենք մեզանից ավելի թեթև ու ավելի լավ էներգիա ունեն։ Իրենք անցկացրեցին։ Եկեք մերտեղ աշխատեք։ Գալիս եք։ Հա, ջութակով եւ թաջութակով։ Մուզիկ կլինի։ Շնորհակալ ենք շատ։ Մեր հյուրերն են կոմպոզիտոր Մարտին Ուլիխանյանը եւ իր ֆանտաստիկ դուստրը տաղանդավոր երաժիշտներ ջութակահար Վիկտորիա Ուլիխանյան եւ թավ ջութակահար Լիաննա Ուլիխանյան։ Շնորհակալ ենք շատ։ Շնորհակալություն շատ։ Իսկ մենք շարունակում ենք կրկին երաժշտական թեմայով մշակույթ, լավ երաժշտություն, ով է լինելու մեր հաջորդ հյուրը, կիմանաք մի փոքր ավելի ուշ, ով եկել է Հայաստանի Հանրապետություն համագործակցելով Bocelli հետ, Sony Pictures-ի հետ եւ շատ այլ անուններ։ Այդ երկու անունն էի գրել, ընդհանրապես դրա համար դա եմ ասում։ Մնացեք մեզ հետ, կիմանաք թե ով է լինելուն է։